տարվա սկզբին Փաշինյան նման բան ասեց, Եվրոպայում երբ հանդիպում էր ունենում Սփյուռքի հետ, ասեց, թե պետք է հասկանանք, թե 1915 թվականին ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Ըստ էության կասկածի տակ դնելով այն փաստը, որը միջազգային հանրությունը տարբեր պետություններ քաղաքակիրթ իրավական հիմքերով ստեղծված պետությունները ընդունել են այդ փաստը, ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը կասկածի տակ է դնում, հա, այդ ցեղասպանությունը, որը իրագործվել է։ Սա ինչի մասին է վկայում։ Դա վկայում է նրա մասին, որ մեր իշխանությունները վարչապետի գլխավորությամբ լծված են մեր իրավունքների չեզոքացման, մեր թշնամիների զիջումների արդյունքում մեր ապագան լղոզելու գործին։ Սրա անունը ինչ է, ինչի համար է դա արվում, տարբեր մոտեցումներ կան։ Հիմնականում ժողովրդի մեջ տարածված խոսույթ կա, որ դա դավաճանություն է։ Իհարկե դա դատարանը պետք է որոշի։ Ցանկալի է, որ մեր իրավապահ մարմինները, որոնց վրա խիստ կասկած ունեմ այսօրվա, հետամուտ լինեին այդ գործին, թե ինչու մեր իշխանությունները լծված են հայոց իրավունքները մսխելուն, հայ ժողովրդին պառակտելուն, արցախցի հայաստանցի խաղը խորացնելուն եւ մեր ապագան մթագնելու գործին։ Սա պետքա խորը ուսումնասիրվի, իհարկե իշխանափոխությունից հետո։ Այսօր դա անհնար է, որովհետեւ իշխանությունները բիրտ ուժով բոլոր իրենց լծակներով խանգարում են այդ բանին։ Պարոն Պետրոսյան, իսկ ինչ է կարծում, որքան էլ իշխանությունը լծված է այն գործին, որ թուրքական նարատիվները եւ թուրքական խոսույթն է, հա, հրամցնում, ընդ որում բարձր մակարդակով կառավարական տարբեր դեմքերի կողմից, տարբեր, ինչ ասեմ, մեկ բարձրահունչ, մեկ խրոխտ տոներով, հայ ժողովուրդը որևէ անգամ հնարավոր է, որ ոչ միայն մոռանա, այլ նաեւ իր պահանջատիրությունից հետ կանգնի, որպես պահանջատեր իր դիրքը զիջի թուրքերին։ Ցավոք ժողովուրդը չի իշխանության տերը այսօր, ինչպես արդեն քանի տարի, արդեն 100 տարի համարյա, հա, ինչ Հայաստանի սովետականացնելուց հետո ժողովուրդը երբեք չի եղել իշխանության տերը եւ մինչեւ այսօր այդպես է։ Եթե իշխանությունները կոլաբորանտ են, սպասարկում են այս կամ այն կենտրոնի շահերը, բնականաբար հայ ժողովրդի շահերը պետք է այդ դեպքում անտեսվեն, որովհետև մենք ունենք հզոր թշնամական երկրներ եւ որոնց ուշք ու միտքը մեր չեզոքացումն է, մեր որպես տեսակ անեացումն է եւ մեր ինչքին եւ մեր մշակույթին տեր կանգնել, ինչպես նաեւ արդեն երևում է նաեւ մեր քրիստոնեությանը, հա։ Սա շատ երկար մտածված եւ խորը արմատներ գցած բան է, պլաններ են, ցավոք սրտի խելացի խոսք լսողը քիչ է, երբ որ ոչ մի լծակ չկա հանրույթին իրազեկելու, հանրույթին նախապատրաստելու եւ մենք ամեն աստծոր սենց կորուստների առաջ ենք կանգնում։ Ինչ երբ որ տարիներ առաջ խոսվում էր Արցախի աբխազացման մասին, հաշվի չէին առնում, հիշում ես, հաշվի չէին առնում, եղավ, ոչ միայն աբխազացավ, այլև ցեղասպանվեց, հիմա այլ բաներ ենք ասում, էլի պետք է ականջալուր լինեն, բայց մի խելացի խոսքին կամ մի
սրտացավ խոսքին, ընդառաջ են դուրս գալիս հարյուրավոր կաշառված, գնված, կոլաբորանտ մարդիկ եւ լրատվամիջոցներ, հա, որոնք այս ամեն ինչը աղավաղում են եւ այս խեղճ ժողովուրդը ինչ անի, բացի սենց բողոքի ցույցեր անելուց եւ մեր սենց որ շարունակվի մենք դեռ շատ կորուստներ կունենանք թե քաղաքական, թե բարոյական, թե տնտեսական